Արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է գտնվում մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այցելեց Արտավազդ Վարդանյանին։ Ես Արտավազդին ուղղակի եկել եմ բացատրեմ, մեր աշխատակիցները այստեղ սիստեմատիկ լինում են, նաև անձամբ եմ եկել, որ բացատրեմ մեր լիազորությունները, որպեսզի հիասթափություն չլինի մի կողմից մեր ինստիտուտի նկատմամբ, մյուս կողմից էլ մենք իրար հասկանալով փորձենք մեր նվազագույն օգնությունը տալ։ Օրինակ ես խորհուրդ եմ տալիս, որ այդ առևանգման դեպքով լինի ոստիկանությանը դիմում, որովհետև դա հանցագործություն է, եթե այնպես է ինչպես նկարագրում է Արտավազդը, պետք է լինի քննություն, պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն, առողջական խնդիրներով հիմա եւ իր սկզբունքից, որ չի ուզում այստեղից հեռանալ, չի գնում ոստիկանություն, մեր արագ արձագանքման խումբը կգա այստեղ, որպեսզի իրեն օգնի դիմումը լրացնել եւ փոխանցել ոստիկանություն։ Թե ինչ արդյունքի կհասնենք ձեր դեպքում, ես չեմ կարող խոստանալ, բայց որ հարցը հաջորդ նմանատիպ դեպքերի համար մենք կանենք ամեն ինչ, որ համակարգային լուծում ստանա, մենք դա խոստանում ենք։ Խնդիրն այն է, որ ներպետական օրենսդրության մեջ այդպես հստակ գրված չէ մեկ վրանի կամ մեկ հովանոցի խնդիրը, բայց կա մարդու իրավունքների եվրոպական դատարան, կան միջազգային սկզբունքներ եւ այն սկզբունքը, որ հումանիստական մղումներից դրդված եւ մարդը ունի իր խաղաղ միջոցներով, իր բողոքը, իր տեսակետները արտահայտելու ընթացքում որոշակի տեխնիկական միջոցներից օգտվելու կարիք եւ ինքը օգտվում է այդ տեխնիկական միջոցներից, պետությունը պարտավոր է հոգալ մարդու առողջության եւ իր իրավիճակի մասին եւ հնարավորություն ստեղծել եւ ապահովել, որպեսզի նա կարողանա իր բողոքը արտահայտել առանց կյանքին ու առողջությանը վտանգելու։ Սա է այն սկզբունքը, որը խախտվում է եւ վրանը կամ հովանոցը արգելվում է։ Վրան եւ հովանոց կարող է արգելվել միայն այն դեպքում, ըստ միջազգային չափանիշների, երբ այդ վրանը կամ հովանոցը այլոց շահերին է վնասում, հասարակական կարգն է խախտում, եթե գնար եւ դներ դա փողոցի մեջ տեղում եւ վնասեր երթևեկությանը, այդ ժամանակ դա հենց հասարակական կարգը խախտել կլիներ։ Առաջարկում ենք, որպեսզի ոստիկանությունը հնարավորություն ընձեռի մեկ քաղաքացուն իր բողոքը, իր մտքերը, իր տեսակետները արտահայտել առանց կյանքին ու առողջությանը վտանգելու։ Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը հացադուլ է անում համարելով, որ ընտրությունները մեր երկրում ոչինչ չեն փոխում։